Մինչ քարոզս կարևոր հայտարարություն ունեմ, հունիսի 26-ին ժամը 7-ին հինգշաբթի օր տեղի է ունենալու մեր 2025 թվականի Women's Healing Conference-ը, առաջի conference-ն է լինելու, բայց ոչ վերջինը։ Աստված մեզ այս 9 տարիների մեջ պատրաստում էր սրա համար։ Մենք անցանք փորձություններով եւ բաներով, որ դրա մեջ սովորեցինք որտեղ է բժշկությունը եւ ում մոտ է բժշկությունը, որը իրական է, հաստատուն է, մնայուն է։ Ամեն։ Ծառայությունը կվարեմ ես ինքս Լիլիթ Մանուկյանի եւ Ռոզ Գյոզալյանի հետ, ովքեր որ օծված ընտրված քույրեր են երկնքից Աստծուց, Աստված տվել է նրանց այդ օծությունը բերելու բժշկություն, ազատագրում բոլոր քույրերի մեջ։ Եվ փառքը էլի ու էլի իրանցը չի միայն Տիրոջինն է, մենք ընդամենը, ինչպես Առաքյալն է ասում, անպիտան ծառաներ ենք Տիրոջ ձեռքերի մեջ, ում Տերը օգտագործում է, գործում է նրանց միջոցով, դրա համար ամբողջ փառքը Քրիստոս Հիսուս Աստծունն է։ Ամեն։ Ուրեմն կսկսենք փառաբանությամբ այդ օրը, հետո կունենանք անմիջական մթնոլորտում հարցազրույց։ Այստեղ կդրվի դիվաններ, կնստենք շատ անմիջական մթնոլորտ հարցազրույց երիտասարդ աղջիկների, մայրերի, կանանց, տատիկների, բոլոր կանանց համար մեծ ծառայություն, որը կբերի բժշկություն ընտանիքներում, անձնականում, Աստված կգործի, որտեղ այս ամենը մենք ինքներս մեկ օր այդտեղ էինք, երբ որ Տերը մեզ բժշկեց, եւ այսօր Տերը պատրաստ է մեր միջոցով բժշկի ուրիշներին։ Եվ բոլոր դուք էլ որ կբժշկվեք եւ մեզ դիտողներ, դուք էլ կդառնաք պատճառը մեկ ուրիշների համար բժշկության։ Աստված շղթային նման գործում է իր փառքի համար։ Հարցազրույցին կհաջորդի աղոթք յուրաքանչյուր անձի համար, ազատագրման եւ բժշկության աղոթքներ կանանց համար, ովքեր որ անցնում են դիպրեսիայով, anxiety-ներով, ովքեր որ անցնում են վախերով, որևէ տագնապներով, այդ օրը մեծ բժշկություն է լինելու։ Հիմա կասեք, Pastor Sylvia, ինչպես ես այդպես վստահ խոսում։ Ես վստահ չեմ իմ վրա, ես վստահ չեմ քույրերի վրա, ես վստահ եմ մեկի վրա, որի անունն է Քրիստոս Հիսուս Աստված։ Եվ մեր Աստված ասում է, սա իր խոսքն է, ինձ վստահողը, ինձ հավատացողը չպետք է ամանչի։ Ուրեմն մենք վստահ գիտենք, որ այն բարի գործը, որ Տերը սկսեց, ավարտին է հասցնելու։ Եվ այս ավարտը հաղթական ավարտ է։ Եկեք էլի երկինք դեպի փառք տանք մեր Տիրոջ, ամեն։ Ասա ժողովուրդ, Հովանես 14-13 համարում Հիսուս այս խոսքերը ասաց, ինչ որ խնդրեք իմ անունով, այն կանեմ։ Վստահ խոսքեր։ Գիտեք, մենք մարդիկս կարող է խոսքենք, շփոթվենք, խոսենք, շփոթվենք կամ սայթակենք, ոչ մեր Տերը։ Ինքը իր խոսքը իր համար մեծ պատիվ ունի։ Երբ որ իր բերանից խոսք է հելնում, դատարկ չի վերադառնում իրան։ Իր խոսքը մեծ պատիվ ունի իր համար։ Եկեք մենք էլ սովորենք, երբ որ մեր բերանից խոսք է հելնում, թող մեր խոսքն էլ այնքան կայուն, այնքան կարևոր լինի, որ մենք ինքներս մեր այոն այո լինի, ոչը ոչ լինի։ Ոչ թե սաղ ընտանիքի անունով երթվանք, որ դիմացինը մեզ հավատա։ Հորս արև, մորս արև, քրոջս արև, երեխուս արև։ Եկեք ինչ որ մենք կխոսանք, դիմացինը կհավատա, թե ոչ, թող այնքան արժեք ունենա մեր խոսքը, որ մենք ճիշտը խոսանք եւ այդ խոսքը իրականանա։ Ամեն։ Ասում է, ինչ որ խնդրեք իմ անունով, այն կանեմ, որ հայրը փառավորվի որդումը։ Եթե իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ։ Կրկնում է իր խոսքը Հիսուս։ Ինչա դժվար, մի անգամ դժվար էր հասկանալը, ոչ, ինքը կրկնում է։ Սրա մեջ է խորհուրդ կա, մեկ անգամ ես խոսեցի, երկու անգամ թող արձագանքի ձեր մեջ, համ տեսանելի ականջների, համ հոգևորին։
բռնենք այն, ինչ որ Տերը խոսում է, ամեն, ծառայությունից հետո միմյանց հետ կհաղորդակցվենք կողքի սրահում, որտեղ կունենանք հյուրասիրություն, միասին կնստենք, անմիջական հյուրասիրություն, կշփվենք, կճանաչենք և ավելին ասեմ, մենք նաև ունենք one-on-one healing service-ներ, այս ամենը ինչ խոսում եմ ժողովուրդ անվճար է, եկեղեցին երբեք փող չի քարոզել, երբեք էլ չի քարոզի, որտեղ մենք փրկվել ենք ձրի, մենք էլ ձրի այդ փրկությունը մարդկանց ենք տալու, մենք բժշկվել ենք ձրի այդ բժշկությունը մարդկանց ենք տալու, այն ինչ որ մենք առել ենք, մենք պատրաստ ենք տալու, և ուզում եմ ասեմ այս ամենը, այո, անվճար է նույնիսկ one-on-one class-ները, որտեղ կանայք և բազում կանայք բժշկվում են դիպրեսիաներից, բժշկվում է իրենց ընտանիքները, որովհետև իրենց ինքնությունն են ճանաչում ըստ Աստծո խոսքի, գնում են թերապիստների մոտ և բազում փողեր են ծախսում, եթե մեկ անգամ չգնան, էլի հետ են գնում իրենց կարգավիճակին, այդ վախերին, բայց այստեղ, երբ որ Տերն է բժշկում, բժշկությունը հավիտենական է տիրում, ամեն։ Ծառայության ընթացքում իհարկե այստեղ ուղում անեմ ինքս ինձ, դեռ չգիտեմ եթերի վրա կլինենք, թե ոչ, որտև տեղադրել ենք եթերի վրա կլինենք, բայց երեկ Փաստոր Արմանն ինձ ասաց, եկեք ավելավա եթերի վրա չլինենք, որովհետև շատ անձնական ծառայություն է, որտեղ որ շատ կանայք են գալու, ինձ մոտարապես չեմ կարող թիվ ասել, բայց շատ կանայք գրում են, որ չեմ ուզում ամուսինս իմանա, չեմ ուզում կեսուրս իմանա, չեմ ուզում հարսս իմանա, բայց ուզում եմ այցելեմ։ Դրա համար մենք պահում ենք շատ ծածուկ, որպեսզի ազատ լինեն ժողովուրդը այցելելու։ Լավ, դրա համար մենք հիմա կաղոթենք տեսնենք, եթե Տերը կառաջնորդի միայն ու միայն հարցազրույցը այս գեղեցիկ տարածքի մեջ նկարվի, բայց ժողովուրդը չի նկարվի։ Հիշեք մեկ կարևոր բան, մենք շոու չենք անում, մենք շոուն ապրել ենք աշխարհում, մենք այսուհետև ապրում ենք սրբության սրբոցում, որտեղ ծածուկում Տերը իր գործը կանի, ինքը կփառավորվի, մենք է կվայելենք իրեն, ամեն։ Քաջալերում եմ բոլոր մեզ դիտողներին, բոլոր իմ քույրերին, բոլոր մեզ անծանոթ կանանց, եկեք սպասումով, եկեք հավատքով, եկեք գոհությամբ, ոչ թե տրտունջով ու բողոքով, որտև Աստված այցելում է նրան, ով ունի գոհացող սիրտ, նույնիսկ ամենակոտրված իրավիճակի մեջ, ամեն։ Այսօր շատ գեղեցիկ օր է, եկեղեցի, պետք է դուք հիմա ցնծակ այսօրվա համար, գիտեք ինչու, այսօր էր Պենտեկոստեի օրը, որ եկեղեցին Սուրբ Հոգուց ծնունդ առավ, որ եկեղեցին զորություն հագավ, այսօր էր, որ ամեն բան սկսեց 2000 քանի տարի առաջ։ Պենտեկոստեը սովորաբար Աստծո ժողովուրդ կենտրոնացնում է մեզ Սուրբ Հոգու գալստյանը, նրա վերափոխող զորությանը, եկեղեցու առաքելության սկզբի վրա։ Այն հաճախ մեզ կենտրոնացնում է եկեղեցու միասնության, այն ինչ որ այսօր եկեղեցին է ճաշակում այսքան շատ ժողովուրդ ու սաղս մեկ ենք Քրիստոսով, սաղս միաբան ենք Քրիստոսով, սաղս ծածկված իր ծածկոցի տակ ենք, սա է ամենագեղեցիկ ապահով տեղը, որ մարդը կարող է բնակվել այս խավար աշխարհի մեջ։ Պենտեկոստեը այն հաճախ մեզ կենտրոնացնում է ավետարանը քարոզելու, Հիսուսի ուղերձը տարածելու գործի վրա, քանիսս ենք ակտիվ այդտեղ, ուզում եմ ձեռքեր տեսնեմ, քանիսս ենք ակտիվ քարոզում Քրիստոս Հիսուս, ամեն ուրեք ուր մտնում ենք, ամեն, եկեք փառք տանք Տիրոջը գայան քրոջ համար, որ համարձակ կանգնեց ու ասեց ամեն, ես, այո, սրա համար համարձակություն է պետք քույրս, և փառք Հիսուսին, որ դա քո մեջ կա, համարձակություն չունեցար, դու չես կարող Տիրոջ գործը անել, աշխարհը համարձակ է պիղծ կյանք ապրելու ու չի ամանչում, բայց չգիտես ինչու հավատացյալ ժողովուրդը վախկոտներ են քարոզելու Հիսուսին,
մի տեսակ վախենում են, վայ, էս ինչ կասի, վայ, այն ինչ կասի։ Ուր մնաց մեր համարձակությունը Տիրոջով, այն պարգևը, որ Տերը տվեց, որ մենք հագնենք եւ գնանք ու քարոզենք ողջ աշխարհին փրկություն։ Գիտեք, իմ business page-ը, գործիս իմ business-իս page-ը, ես միշտ տեղադրում էի հաճախորդների։ Ես դարձյալ ունեմ իմ հաճախորդներին, նոր հաճախորդներ չեմ էլ վերցնում, բայց չգիտես ինչու Սուրբ Հոգին մի բան փոխեց իմ մեջ, այստեղ ես սկսել եմ միայն Աստծո խոսք քարոզել։ Եվ իմ հաճախորդներից մեկը այսօր այստեղ է, իմ շատ սիրելի, իմ շատ մտերիմ, լավ Լիաննաս։ Եթե մենք չքարոզենք Հիսուս, մենք պատասխան ենք տալու Հիսուսին։ Ամենամեծ գործը, որ մենք պետք է անենք, քարոզենք ում ենք մենք պաշտում, ով է մեր առաջնորդը, ով է մեր Աստվածը։ Եթե ես լուր մնայի, այս քույրը չէր իմանա այսօրվա մասին, որ եկեղեցի կա, որտեղ կարող ես գալ, բժշկվել, խաղաղություն գտնել, Տիրոջ մեջ հաստատվել, ամեն։ Դրա համար քաջալերում եմ ողջ եկեղեցի, մի լռեք։ Մենք իրավունք չունենք լռելու, որտեղ պատասխանատու ենք Տիրոջ առջև։ Երբ որ քանքարը տվեց, ինչ ասեց, օրինակով, հա, ինչ ասաց, ում իչքան տրվել էր, ասեց, բեր ինձ տենամ, իչքան ես աշխատել։ Մենք իրավունք չունենք լուռ մնանք։ Մեզ Աստված, որ փրկել է ու չի տարել երկինք, ուրեմն քանի դեռ թողել է երկրի վրա, մենք գործ ունենք անելու։ Մենք պետք է քարոզենք Հիսուս Աստծուն, որ փրկություն կա Հիսուսով։ Եթե Հիսուս չունես, դու փրկություն չունես, մի խաբվիր։ Որքան էլ ուզում ես բարի մարդ եղիր, ուզում ես դու անձը ծախիր, ինչ ուզում ես արա, որ օգնես աղքատներին, Հիսուս պետք է դա անի, սիրո միջոցով, որպեսզի ինքը փառավորվի։ Ասեմ, որ Պենտեկոստեյը նաև կարող ենք ներկայացնել որպես եկեղեցու ծննդյան օրը։ Սա ասեմ, Happy Birthday Church։ Այսօր մեր ծնունդն է, այսօր եկեղեցու ծնունդն է տիեզերական, ողջ եկեղեցու, Քրիստոսի մարմնի, գիտեք Աստծո ժողովուրդ, մի բան ասեմ ձեզ, երբ որ մենք երկինք գնանք եւ Աստծո առջև կանգնենք, Աստված մեզ չի ասելու, որ եկեղեցուց ես եկել, եկել ես բողոքական, ավետարանական, հիցունական, առաքելական, որտեղից ես եկել, այդ հարցումը չի լինելու, նման բան չկա այնտեղ, որ եկեղեցուց ես եկել, միայն մեկ բառ կա, մեկ անուն կա, որ մենք կարող ենք տալ այդ պահին, Քրիստոս Հիսուսի եկեղեցուց, որովհետև այսքան անուններ կան, փառք Հիսուսին, Տերը տալիս է անունները, բայց այս ամենը պատկանում է մեկ անունի, եւ այդ անունն է Քրիստոս Հիսուս Աստված։ Եթե մենք Քրիստոս Հիսուսի հետ չունենք անձնական հաղորդակցություն, հարաբերություն, մենք խաբվել ենք։ Եթե մենք մեր հույսը դրել ենք եկեղեցու անվան կամ եկեղեցու, ինչ են ասում, denomination-ի վրա, նման բան գոյություն չունի։ Իրական ճշմարիտ եկեղեցին առաքելոց, գործ առաքելոց եկեղեցու շարունակությունն է, այն եկեղեցու, որը Պենտեկոստեի օրը մկրտվեց Սուրբ Հոգով, ամեն։ Պենտեկոստեը նաև կարող ենք ներկայացնել որպես, ինչպես ասացի, եկեղեցու ծննդյան օր, ընդգծելով Սուրբ Հոգու նոր կյանքի պարգևը եւ նրա ազդեցությունը ողջ աշխարհի վրա։ Ավելի մանրամասը ակնարկանեմ, ասեմ, որ Սուրբ Հոգու ներկայությունն էր այդ օրը, որ ճաշակեց առաջի անգամ եկեղեցին։ Եվ գիտեք, այն ինչ որ ճաշակեց եկեղեցին, դա ամենագեղեցիկն էր։ Եվ շատերը մտածում են, աղոթենք, որ այսօր է Սուրբ Հոգու կրակը գա։ Կրակը 2000 քանի տարի առաջ է եկել։ Ով ընդունեց նրան ունի Սուրբ Հոգին իր մեջ։ Եկեք չխաբվենք ու ամեն անգամ չասենք, թող այսօր լինի այդ օրը։ Այո, անձերի, անհատական Սուրբ Հոգին ամեն օր մկրտում է պարգևներով։
Բայց Սուրբ Հոգին 2000 քանի տարի առաջ է եկել այդ Պենտեկոստեի օրը, ամեն։ Սուրբ Հոգու դերը հավատացյալների կյանքում առաջինն է հենց, որ պետք է մարդը իր անձը քննի ու տեսնի իմ միջոցով ով է գործում։ Սուրբ Հոգին է, թե իմ անձն է։ Նաև նրա մենք ճաշակեցինք նրա առաջնորդությունը, զորությունը, խրատները, հանդիմանությունը, մխիթարությունը, այդ թվում որպես նշան լեզուներով խոսելը։ Նաև տարբեր պարգևների մկրտվելը։ Այս ամենը Սուրբ Հոգին ինչու է անում, որպեսզի վերափոխի իր զորությունով մեր անձերը նմանեցնելով մեկին, որի անունն է Քրիստոս Հիսուս Աստված։ Շատերը անտեղյակ լինելով Պենտեկոստեի օրվա այս իրադարձությանը ծաղրում են լեզուների պարգևը, լսել եք, ծաղրում են լեզուների պարգևը, եկեղեցու ընդհանրապես գործը, շարժը ծաղրում են, մի տեսակ ոչ ճիշտ է իրենց թվում, որտեվ չեն կարող հասկանան Աստվածայինը, եթե Սուրբ Հոգին չհասկացնի այն մարդուն։ Ամենավտանգավոր բաներից մեկը կյանքում անտեղյակությունն է։ Ինձ հետ եք, ամենավտանգավոր բաներից մեկը, երբ որ մարդը չունի գիտություն եւ ծաղրում է դիմացնին։ Դա ամենաանգետ, ինչպես ասեմ, տխուր կարգավիճակն է, որ մարդը կարող է դրա մեջ հայտնվել։ Ովսե Մարգարեն 4:6 համարում ասում է իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չունենալու պատճառով, որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ կմերժեմ քեզ։ Եթե մեկը մերժում է գիտությունը, աստվածային իմաստությունը, Աստված էլ ասում է ես էլ քեզ եմ մերժելու։ Այսքանը հասկանալով, լսելով, եկեք փափագենք, որպեսզի ունենանք Տիրոջ հրաշալի Սուրբ Հոգու ներկայությունը մեր մեջ։ Ուզում եմ հարցում ուղղեմ եկեղեցուն, ովքեր են ուզում տեղեկացվեն Պենտեկոստեի համար, թե ինչ էր այն, ինչպես այն կատարվեց, պատմությունը, իրականությունը։ Ասեմ ոնց, գնում եք տուն, բացում եք Աստվածաշնչերը, բացում եք երկրորդ գլուխը եւ ամբողջովին ընթերցում եք եւ սովորում եք։ Չորեքշաբթի օրը բոլորիդ հարց եմ տալու, տեսնելու եմ որքանով տեղեկացվեցիք ինչ է Պենտեկոստեը։ Մենք չենք կարող Աստծուն ծառայել առանց խոսքը ընթերցելու կամ սովորելու։ Մենք պետք է խոսքը իսկապես ամեն օր ուտենք, ինչպես է կերակուրը ուտում ես, որ մարմնիդ լավ լինի, հոգևոր քո անձիդ համար քո կերակուրը Աստծո խոսքն է, ամեն օր այն պետք է ուտես, ամեն եկեղեցի։ Հոգեգալստական իրադարձությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է Սուրբ Հոգին անել բաներ, որ մարդը չի կարող այն անել։ Մարդկային ուժերով ու զորությամբ այն անհնարին է։ Մենք ստեղ հասկանում ենք, եթե Սուրբ Հոգին չանի, իզուր են անողները։ Օրինակ, միավորել տարբեր ծագում ունեցող տարբեր լեզուներով մարդկանց, որպես աղը եւ լույսը ողջ աշխարհի մեջ, մի հատ խավար աշխարհի մեջ, դու դառնաս աղ ու լույս, եթե Սուրբ Հոգին դա չանի, Սուրբ Հոգին չբնակվի մեր մեջ, մենք չենք կարող լույս լինել աշխարհի մեջ, մենք չենք կարող աղը լինել այս աշխարհի մեջ, ամեն։ Որպես եկեղեցու համաշխարհային ազդեցություն ենք մենք կանչված լինելու։ Քանիսս ենք ակտիվ դրա մեջ։ Մենք կանչված ենք լինելու համարձակ վկաները աշխարհի վրա։ Աստծո ժողովուրդ, եթե այսօր Սուրբ Հոգին իմ միջոցով չգործի, երկար չէր տևի սա։ Մարդիկ չեն բժշկվի, մարդիկ չեն առնի խոսքը, եթե Սուրբ Հոգին չանի դա եւ ես ինքս անձս անեմ դա, չի կարող երկար տևի այն։ Վերջ թե շուտ ձանձրություն է գալու մարդկանց վրա, բայց եթե Սուրբ Հոգին է, Սուրբ Հոգին ամեն օր նույնը չի տալիս, ամեն օր նորն է անում։ Մեր Աստված ստեղծագործող է, ամեն օր նորն է կերակրում, որպեսզի մենք զորանանք, աճենք, պտուղ տանք, զարդարվենք իր մեջ, ամեն։
Պենտեկոստեի գաղափարը նաև դիտվում է որպես նոր ուխտի Քրիստոս Հիսուսի միջոցով, շնորհքի դարաշրջան, մեզ տեղափոխեց օրենքից դեպի շնորհքի դարաշրջան, որ մեզ մեկ բան է մեզանից պահանջվում՝ հավատք, որտեղ մենք արդարանում ենք ոչ թե մեր գործերով, այլ հավատքով, հավատալով Հիսուսին մենք արդեն արդարանում ենք Հոր առջև, ամեն։ Պենտեկոստեը Սուրբ Հոգու զորության տոնակատարությունն է եւ կոչ Քրիստոս Հիսուսին հավատացողներիս ընդունել մեր դերը Աստծո գործում, արտացոլելով ինչ որ ձեզի խրատեցի որ անեք, գործ առաքելոց 2-րդ գլխի նկարագրված այդ իրադարձությունը եւ արդիականությունը այսօր մեր միջոցով։ Տեսնում եք որքան հրաշալի օր էր այդ օրը, որքան զորավոր էր, այն ինչ որ Տերը արեց, խոստացել էր կուղարկեմ մխիթարիչը, ավելի ճիշտ ասել էր կեթամ հորը կաղաչեմ, որ ուղարկի մխիթարիչը, այսինքն ես գնում եմ երկինք, ինքը կգա, ինքը կառաջնորդի, ինքը ամեն բան ձեզ կսովորեցնի, իմ խոսքերը կհիշեցնի, այսինքն ինքը ձեզ հետ կլինի մինչև աշխարհի վերջը։ Հիսուսի համբարձումից 10 օր հետո էր, որ Սուրբ Հոգին եկավ, 100-ից 50 օր հետո, Պենտեկոստեի օրն էր, կրակի պես, քամու նման իջավ մարդկանց վրա, մկրտվեցին եւ առաջին նշաններից մեկը սկսեցին երկնային լեզուներով խոսել։ Մարդիկ երբ որ նայեցին նրանց, ասացին սրանք հարբած են, ծաղրեցին նրանց, սրանք հարբած են, ես ինչ են անում, ես ինչ տարբեր լեզուներով են սկսել խոսել։ Աստծո ժողովուրդ, այս ամենը հասկանալու համար Սուրբ Հոգի է պետք, որ մարդ ունեցավ Սուրբ Հոգին, ամեն բան բացվում է եւ հասկանալի է դառնում իր համար։ Քաջալերում եմ եկեղեցուն փափագելով, փափագեք մկրտվել Սուրբ Հոգու պարգևներով։ Այսօր քարոզի վերջում բոլորս արչեվում երեցները, հովիվներս արչեվում կկանգնենք եւ կաղոթենք անհատական բոլոր նրանց համար, ովքեր որ ուզում են Սուրբ Հոգու պարգևներով մկրտվեն։ Պարգևները հրաշալի է, բժշկության պարգև է տալի, լեզուների պարգև, մարգարեության պարգև, եկեղեցին իրավունք չունի պասիվ լինի դրա մեջ։ Պետրոս Առաքյալը Գործ առաքելոց 2:39 համարում ասում է, որովհետև ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստմունքը։ Եվ այն ամեն հեռավորների, որոնք մենք ենք, հեռավորների համար, որոնց մեր Տեր Աստված կանչեց։ Սա խոստմունք է։ Պարզապես փափագել է պետք, խնդրել է պետք, թակել է պետք եւ Տերը կտա այն ամենին։ Ամեն։ Ուրեմն ինչ ենք անում ժողովուրդ, փափագում ենք պարգևներով մկրտվելուն։ Եկեք փառք Տիրոջը։ Կարճ խոսք է Տերը տվել այսօր, կուզեմ փոխանցել եկեղեցուն հենց այս օր Պենտեկոստեի օրվա առիթով, որ մարդիկ ովքեր որ հավատում են Աստծո խոսքին, Աստծո գոյությանը, նրա զորությանը, որ ինչպես 2000 քանի տարի առաջ այսօր նույնպես Տերը չի փոխվել, նույն հրաշքները անում է, առանց որևէ ֆիզիկական ապացույցների, Հիսուս նման մարդկանց համար ասաց, այս տեսակ մարդիկ երանելի են, օրհնված են։ Եվ գիտեք այդ տեսակ մարդիկ ովքեր են, այսօր ես եւ դու, մենք չենք տեսել Տիրոջը, բայց մենք հավատում ենք նրա զորությանը, նրա գոյությանը, նրա իրական աստվածությանը։ Եկեք փառտանք Հիսուսին դրա համար, որովհետև դա նաև պարգև է մեր կյանքում, ամեն։ Սովորաբար մարդկության մեծամասնությունը կասկածում է Հիսուսի աստվածությանը, կասկածում են Հիսուսի այն չարչարանքներին, նրա խաչվելուն, նրա մահվանը, առավել եւս կասկածում են նրա հարությանը, ինչպես կարող է
մեռելներից հարություն լինել։ Կասկածում են մարդիկ։ Մինչև այսօր մարդիկ ֆիզիկական ապացույցներ են փնտրում։ Եթե ցույց տաս, կհավատամ։ Փնտրում են արտաքին ապացույցներ, պարզապես մարդկային հակումը պատկերելու համար։ Դե հիմա ուշադիր լսեք Աստծո խոսքը ինչ է ասում նման մարդկանց, ովքեր անընդհատ մի հրաշք են ուզում տեսնել, որպեսզի հավատան Աստծո իրականությունը։ Եբրայեցիս 11:1 համարում Պողոս առաքյալը ասում է. հավատքը հուսացած բաների հաստատությունն է եւ չերևացող բաների ապացույցը։ Եթե ինձ Աստված մի բան է ցույց տալիս, ես այլևս դրան պետք չի հավատամ, որտեվ տենում եմ, շոշափելի է։ Հավատքը մի բան է, որ չես տենում եւ հավատում ես իրականա։ Ամեն։ Թույլ տվեք պատմությունով այն բացեմ ձեզ համար։ Բոլորս գիտենք, Հուդան Հիսուսին 30 արծաթով մատնեց։ Հիսուսին բռնեցին, տարան, չարչարեցին, նրան խաչեցին, խայտառակեցին, ծաղրեցին, մահացավ։ Այնտեղ մի հարուստ մարդ կար, որը գրված է Հիսուսի աշակերտն էր, բայց շատ քիչ էր երևում։ Այսինքն, մի տեսակ կարող ենք ասել ծածուկ աշակերտ էր, ծածուկ էր հետևում Հիսուսին։ Արիամաթացի Հովսեփը հարուստ մարդ էր։ Այդ օրը գնաց եւ Հիսուսի մարմինը խնդրեց նրանցից։ Առավ Հիսուսի մարմինը եւ տարավ դրեց իր գերեզմանը։ Ուրեմն ստեղ ինչ ենք հասկանում, Հիսուսը նույնիսկ իր գերեզմանը չուներ։ Ինչու՞։ Որտեվ Հիսուսը գերեզմանում չէր մնալու, որտեվ Հիսուսի մարմինը պիտի հարություն առներ երկինք։ Կարծես բարո էր անում Հովսեփից նրա գերեզմանը եւ տարավ դրեց գերեզմանը։ Հիսուսը նախորոք աշակերտներին ասել էր, ես մահանալու եմ, խաչելու են ինձ, սպանելու են, մահանալու եմ, բայց հիշեք մեկ կարևոր բան, երրորդ օրը ես հարություն եմ առնելու։ Երրորդ օրը երբ որ լրացավ, Հիսուսը առաջինը երևեցավում Մարիամ Մագդաղենացու։ Հետո մի աշաբաթի իրիկունը աշակերտները երբ որ ասում են մեկտեղ էին ժողոված, այնտեղ մեկը աշակերտներից չկար, որը որ մենք գիտենք Հուդան վաճառել էր, ինքն իրեն սպանել էր, երկրորդը որ այնտեղ չէր այդ օրը դա Թովմասն էր։ Թովմասը աշակերտների հետ չէր այդ օրը, բայց աշակերտները մեկտեղ հավաքված աղոթում էին, միասին էին ժողոված։ Եվ Հիսուսը նրանց հայտնվեց։ Հիսուսը նրանց հայտնվեց։ Եվ այդ ժամանակ, երբ որ նրանց հայտնվեց, աշակերտները ոգևորված, ուրախացած Թովմասին եկան եւ պատմեցին, որ Թովմաս, Հիսուսին ենք տեսել, Հիսուսը հարություն է առել, այսինքն իրական է Հիսուսը։ Ինձ մի տեսակ նեղացնում է նրա արձագանքը։ Առաջի արձագանքը, որ Թովմասը անում աստեղ, ասում է, եթե նրա ձեռքերի բևերներին, այսինքն նրա ձեռքերի այդ վերքերին մատս չդնեմ, չդիպչեմ, եթե նրա կողքի այդ վերքին ձեռքս չմցնեմ, չտեսնեմ, որ կա, չեմ հավատալու, որ Հիսուսը հարություն է առել։ Ինչ մի տեսակ հստակ հայտարարություն, չեմ հավատալու, կարծես պրինցիպի ակցում, էլի։ Ցավոք սրտի, այսօր շատերը այդ նույն կարգավիճակում են։ Եթե չդիպչեմ, եթե չշոշափեմ, չեմ հավատա, որ Հիսուսը հարություն է առել։ Այսօր շատ ու շատ մարդիկ եկեղեցում են, Հիսուսին հետևում են, բայց Թովմասներ են, նույն կարգավիճակում են, կասկածամիտ, նույնիսկ կարամ ասեմ անհավատ, ինքը այդ պահին անհավատ պատասխան տվեց։ Աշակերտների երևալուց 8 օր հետո, պատկերացեք 8 օր Թովմասի ասածից հետո, Հիսուսը, աշակերտները ասում են մեկտեղ էին հավաքված էլի, ժողոված էին մեկտեղ, եւ Թովմասն էլ էր իրանց մեջ, ասում է դուռը փակ էր եւ հանկարծակի Հիսուսը հայտնվեց աշակերտների մեջ։ Եվ առաջի բանը Հիսուսը որ ասաց, եւ ում որ հանդիպում էր կամ ում տունը մտնում էր, առաջի բանը ինչ էր ասում,
խաղաղություն ձեզ, ինչպես մեր տիկո աղբերն է, հենց գալիս է առաջի բանը, խաղաղություն ձեզ, այնքան գեղեցիկ է, մեր հայ ազգը ինչ ասում, ոտս խերով, հա, ոտդ խերով չենք ուզում ընի, դու մենակ ասա խաղաղություն, տիրոջ խաղաղությունը փոխանցեք, որտեվ տիրոջ խաղաղությունը մեր արդեն ամեն ինչն է, մեր ամեն օրհնությունն է, ամեն այն ինչ, որ այսօր աշխարհը կարիք ունի, եւ Հիսուս ասաց խաղաղություն ձեզ, շուռ եկավ ու խոսեց Թովմասի հետ, այն անհավատի հետ, այն կասկածամտի հետ, եւ նրան ասաց, բեր քո մատդ։ Գիտեք, Հիսուսը բան չունի ապացուցելու մեզ, իմ հետ եք, կարիք չունի բան ապացուցի Հիսուսը մեզ, հավատում ես հավատա, չես հավատում, քո խնդիրն է, բայց որքան հրաշք Աստված ենք մենք պաշտում, նույնիսկ այս դեպքերում էլի ողորմած է մոտենում մարդկությանը, եւ ասաց Թովմաս, բեր մատդ եւ դիպչիր իմ վերքերին, բեր ձեռքդ եւ մցրու կողս, այն խոցած տեղը ասեց մցրու, եւ մի լինիր ասեց անհավատ, այլ լինիր եղիր հավատացյալ։ Թովմասը, երբ որ դա տեսավ, այդ Հիսուսը իր առջև կանգնած, մարմնով հարություն առած, առաջի բանը, ով իմ Տեր իմ Աստված, արդեն պատկերացրեք որքան էր հուզվել, որքան էր ամանչում նա այդ իրավիճակից, իր ասած խոսքերից։ Հիսուսն էլ նրան պատասխանեց եւ ասաց Թովմաս, որովհետեւ դու տեսար, հավատացիր, երանի նրանց, եկեք մի հատ փառք մեր Տիրոջը, որովհետև այդ երանելիները մենք ենք, մենք մեր մատը չենք դրել նրա վերքերի վրա, մենք մեր ձեռքը չենք մցրել նրա կողը, այդ խոցը, բայց մենք հավատում ենք նրան, եւ Հիսուս ասաց երանի նրանց, որ չեն տեսել ու հավատում են։ Գիտեք, այս խոսքերը սովորական մարդուց դուրս գա, կասեմ, լավ, օքեյ, գովում ա մեզ, սա Հիսուսից, Հիսուսի բերանից ա դուրս եկել, երանի ձեզ, որ չտեսած հավատում եք, ուզում եմ քաջալերվեք եկեղեցի, որ մենք առանց նրան ֆիզիկական ճաշակելու, ֆիզիկական դիպչելու, մենք նրան հավատացինք, եւ այսօր այն, որ մեզի չեն կարայել ապացուցեն Հիսուս չկա, որովհետեւ այն հոգևորը, որ մենք ճաշակել ենք, մեր համար դա նաև ֆիզիկական է դարձել, մեզ համար էլ կարիք չկա, որ մենք դիպչենք, լսենք, տեսնենք, որ հավատանք Հիսուս կա, հիմա մեր առջև նույնիսկ ինչ էլ անեն, էլ չեն կարող մեզ հետ քաշեն, որտեղ մեր անձերը արդեն իրական է ճաշակում Հիսուսին, գիտեք, երբ որ մենք հոգևորը ճաշակում ենք հավատքով, այն դառնում է իրական մեր համար, կարծես իրական մենք իրան տեսել, ես մեկ որ խոսում եմ, մարդիկ գլխապտույտ են ստանում, ես ընենց եմ խոսում, կարծես իսկապես, ես իրան, կարծես իմ ձեռը բռնած ինքը քայլում է, և իրականում է ձև էլ կա, ինքը իմ հետ հենց այդ ձև քայլում է, ես այնքան տեղեր կա, որ ուզում եմ բան կա, ասեմ մեկ էլ մի անգամից զգում եմ Տիրոջ ձեռքը բերանից լռիր, այնքան բան կա, որ սենց սիրուն լռում եմ, մեկ ասում եմ խոսիր, այնքան տեղ կա, որ ուզում եմ գնամ, ասում եմ կանգ առ, չես գնում, տեղեր կա, որ չեմ ուզում գնամ, ասում եմ վեր կաց, գնում ես, այնքան բնական է, որ արդեն քո մեջ ակնածանք կա, առանց իրան հարցնելու բան չեմ կարող անեմ, վախենում եմ, ուզում եմ ինքը փառավորվի իմ ամեն քայլի մեջ, ամեն, շատ էի խոսում երեխաներիս հետ Աստծո խոսք, շատ էի խոսում, այն որ արդեն իրանք, երբ որ բերանս բացում էի, կրկնում էին իմ բառերը, արդեն գիտեին ինչ պիտի ասեմ, ինչից հետո որն ա գալու, մի օր Տերը ինձ ասաց լռիր, էլ մի խոսա, ասես դու լռիր ու համբերիր, դու արի իմ մոտ խոսա իրանց մասին, ու դու կտենաս ինչեր կփոխվի եւ իսկապես ես հասկացա մի բան, որ տեղեր կա, մենք պետք է, եթե զգայուն չլենք, մենք կանենք բաներ, որ կփչացնենք մեր կյանքում, դա համար սովորեցի տեղեր կա, մարդիկ կան, մի քիչ լռելա պետք, բայց սրա համար մեզանից պահանջվում է մեկ բան,
զանազանություն, զգայնություն Սուրբ Հոգու ձայնին, զգայնություն, որտեվ շատ դժվար է, ես մարդկանց հետ կարամ չխոսամ, բայց երեխաներիս հետ չեմ կարա չխոսամ, որտեվ խենթի նման սիրում եմ իրանց, խելագարի նման ենք մենք սիրում, ես ու Արմանը մեկ ասում, կաղա մեր սերը նորմալ չի, մենք այդ ձև մեր երեխեքին սիրում ենք, դաժե կռվում ենք ով ավելի շատ սիրում, այդ բաներն ենք ամեր մոտ, ինչ եմ փորձում ասեմ, որ շատ ես սիրում, ուզում ես անպայման իրանց ապահովությունը աչքերովդ տենաս, բայց դա ճիշտ չի, թույլ տվեք թող Սուրբ Հոգին դա անի, որովհետև աչքերովդ ֆիզիկականով է չտենաս, քեզանից մի բան է պահանջում, հավատաս, եթե հավատաս, ստեղ չես տենա, բայց երկնքում կտենաս, մեզանից հավատք է պահանջվում, Հիսուս ասաց Երանի նրանց, որ չեն տեսել ու հավատում են, և քարոզի վերնագիրը Սուրբ Հոգին դարձյալ հիշացրեց Տիրոջ խոսքերը, հավատա, որ տեսնես, հիմա կասեք պայմանա, այո, պայմանա, չես կարող տեսնես ու ասես հավատացի, հավատա, որ տեսնես, քանիսս ենք այսօր պատրաստ այս սկզբունքը թողնել, որ Սուրբ Հոգին մեր մեջ ձևավորի, որ մենք հասկանանք, պայման կա, կարգ ու կանոն կա, հավատաս, կտեսնես, ասաց հավատա, կտեսնես Աստծո փառքը, մի հոգի, ամեն, Հովանես 11:40 համարում, եթե հավատաս Աստծո փառքը կտեսնես, Հիսուսի խոսքերը, եթե հավատաս, իսկ եթե հավատաս, մի վարքյան չկասկածես, տեսնելու ես, չգիտես ինչու Տերը խոսում է հենց քո հետ քուրս, ես չգիտեմ քո խնդիրը ինչա, ես չգիտեմ քո կյանքը, որևէ բան, այո, հենց հիմա դու մտածում ես, արդյոք կտեսնեմ, կտեսնես, միայն հավատա, միայն հույսը դիր իրա վրա, մարդիկ բոլորը քեզ կհիասթափեցնեն, Աստված քեզ չի հիասթափեցնի, դու տեսնելու ես այն ինչին, որ հավատաս, պինդ բռնի Տիրոջ խոսքը, ես չեմ ճանաչում քեզ, քո կյանքը, բայց ես գիտեմ իմ Աստծուն, ես ճանաչում եմ նրան, ու ես գիտեմ, որ մի օր ես այդտեղ կանգնած էի, մենակ մի բան ունեի, հավատք, հավատքս դարձավ իրական, որովհետև երբ որ հավատքը դնես մարդու վրա, չի լինի, հավատքը դիր նրա վրա և նա կիրականացնի դա, ամեն, Աստծո ժողովուրդ ջան, եկեք պարտականությունը լսում եք, եկեք պարտականությունը չդնենք Աստծո վրա ասելով, ցույց տուր, կհավատա, մեր կարճ խելքով Աստծուն կարծես բան անենք, մենք Աստծո առջև պայման դնենք, նման բան չկա, պարտականությունը մերն է, ինքը իր պարտականությունը կատարել է, ինքը այնքան էր սիրում, որ իր որդուն զոհեց հանուն մեզ, մարդկության համար, հիմա մեր պարտականությունը մեկ այլ բան է, հավատանք, որ տեսնենք ու ճաշակենք այն, ամեն, հավատքը տեսնելու հիմքն է, եկեղեցին ասի ամեն, հավատքը Աստծո զորությունը հրաշքները տեսնելու նախապայմանն է, գիտեք այս օրերի եկեղեցին, որ կարգավիճակում է գտնվում, ուզեք բացահայտեմ, խոստանում եք չեք նեղանա, չէ, որտև ինձ բոլոր եկեղեցիներից էլ դիտում են, չենք նեղանում, չէ, հոգևորներս նեղանալ չգիտենք, չէ, Փառք Հիսուսին, որ շատերդ աշխատում եք ձեր վրա, լսեք, Հիսուսը ծնվեց Բեթլեհեմում, բայց մեծացավ Նազարեթում, թույլ տվեք բացատրեմ, ասեմ, որ ուրեմն Հիսուս ուր մտնում էր, ում հանդիպում էր, ճանապարհներին կլինի, փողոցներում, ծովի մոտ, ուր գնար, ում հանդիպեր, Աստծո ժողովուրդ բոլորը բժշկվում էին, հիվանդները, կաղերը քայլում էին, կույրերը տեսնում էին, բորոտները սրբվում էին, համրները սկսում էին խոսալ, բոլորը բժշկվում էին, ով հանդիպում էր Հիսուսին, ժողովուրդը անդադար հրաշքներ էր տեսնում, ուրեմն Եբրայեցիս 11:6 համարում
Պողոս առաքյալը ասում է, բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ թե իրան խնդրողներին վարձահատույց կլինի։ Այսինքն Հիսուս ասում է, եթե ուզում ես Աստծուն հաճելի լինել եւ քո խնդրանքը ստանալ, դու պետք է հավատքով մոտենաս Աստծուն։ Կատարյալ հավատք է պետք սրա համար։ Այդքան հրաշքներ էր Հիսուս անում, ուր գնում էր հրաշքներ էր կատարվում, բայց գնաց իր քաղաքը, Նազարեթ քաղաքը։ Այսօրվա եկեղեցին նման է այդ Նազարեթ քաղաքի ժողովրդին։ Ինչու է նման նրանց։ Թույլ տվեք բացատրեմ։ Նազարեթ քաղաք, երբ որ Հիսուսը մտավ, չի գրած չուզեց հրաշքներ անի, գրած է չէր կարողանում հրաշքներ անել։ Որքան ինձի սա իրոք խանգարեց ես խոտ, ոնց կարա Հիսուսը չկարողանա։ Մարդու եւ Աստծո միջև կա մի հատ պայման, դա հավատքն է։ Առանց հավատքի դու ոչ Աստծո հետ կհաղորդակցվես, ոչ էլ Աստծուց բան կստանաս։ Բայց եթե դու նույնիսկ գաս Աստծո առջև, ինչպես այն մարդը եկավ եւ նրան ասաց հավատք չունեմ, ինձ հավատք տուր, Հիսուսը տվեց։ Նույնիսկ եթե դու գաս անհավատ ձևով ու խնդրես, հավատ կտա քեզ, բայց քայլ անես։ Իրականում ինձ թվում է հավատ կար այդտեղ, որ նա եկավ ու խնդրեց տուր ինձ հավատ, ուղղակի բավարար հավատք չէր, հա։ Այսօրվա եկեղեցին ցավոք սրտի Նազարեթ քաղաքի ժողովրդի կարգավիճակում է գտնվում։ Ինչու՞։ Ինչն է պատճառը, որ այդ կարգավիճակում են գտնվում։ Որովհետև Հիսուս իրենց աչքի առաջ էր մեծացել։ Մենք տեսնում ենք ծանոթությունը խանգարում էր նրանց, որ հավատային, որ Հիսուս Աստված է, Հիսուսի միջոցով կարող է իրավիճակներ, հրաշքներ լինել, որ նրա ձեռքով հրաշքներ են լինում, նրանք պարզապես չէին կարողանում դա տեղավորել իրենց մտքին։ Այսօր Նազարեթ քաղաքի այդ ժողովրդի նման ցավոք սրտի, այնքան ծանոթ է դարել մեզ Հիսուս, նրա խոսքը, նրա ձայնը, ցավոք սրտի եմ ասում եւ իրոք ցավով եմ սա ասում, մի տեսակ կարծես մարդկանց համար, մարդկանց մեջ սովորություն է դարել աստվածապաշտությունը Հիսուսը։ Սա է իրականությունը։ Հասարակ է դարձել Հիսուսը մարդկանց համար։ Օ լսել ենք, գիտենք, Աստված ասովորթի հավատում եմ։ Իրականում մենք պետք է ոչ թե սովորություն դառնա մեր համար, այլ լինենք այն 10 բորոտների նման, երբ որ անցնում էին ու տեսան Հիսուսին, կանգնել ու աղաղակում էին։ Աղաղակենք նրա անվան, նրա անունը լսելուց, ոչ թե սովորական հասարակ ընդունենք, օ հա, ես էլ եմ հավատացյալ, հա։ Հասկանում եք որտեղ է խնդիրը, երբ որ ծանոթությունը կա, երբ որ մտերմությունը կա, դա կարա փոխանցվի մի հատ վտանգավոր իրավիճակի, որը դառնում է սովորությունը։ Եվ սովորությունը չի թողում մեր հավատքը աճի ու զորանա մեր մեջ։ Մենք արդեն սովորական քայլում ենք, ուզում ենք հրաշքներ տեսնենք, բայց հավատքը թերիանում է այդ ծանոթության, այդ մտերմիկ, այդ իրավիճակի մեջ։ Հիմա սենց ասեմ, ամուսիններս ամուսնանում ենք, սկզբից իչքան հաճելի ենք, չէ, ուզում իրար երևալ, հա։ Միշտ մազերը սարքած, կինը գեղեցիկ հագնված, քսված, ամուսինը միշտ գեղեցիկ, էլի օծանելիք, այսպես լավ, ասма մի քանի տարի սա տան մեջ բոշայի նման են մանգալի։ Մեկին չի ուզում նայի, սա սխալ է։ Մենք այդ առաջի այդ սերը չպետք է թողենք մեր մեջ մարի։ Առաջի այդ ակնածանք այդ Տիրոջ ներկայության այդ ոնց են ասում butterflies, դա պիտի անընդհատ լինի մեր մեջ։ Երբ որ Տիրոջ անունը տան, մի տեսակ sense դող իջնի մեր մարմնի մեջ, մեր Տերը ամեն բան կարող է, հավատքի այդ զորությունը sense մի անգամից արձագանքի։ Ժողովուրդ մի հիասթափվեք, ես ինքս երբ որ նոր էի ապաշխարած,
այնքան կրակ կար մեջս ու պատկերացեք, այդ ժամանակ քուրս լասկուլում էր, այդ ժամանակ Արմանը լրիվ աշխարհում էր, մամաս լրիվ հակառակ ինձ, բոլոր իմ ցեղը, ամենակարևորը իմ պապան, բոլորը իմ դեմ էին, ես ինչ եկեղեցի ես գնում, մեկը ասում էր ինչա վատ են քեզ պա այդ ինչ մեղքեր ես գործել որ եկեղեցի ես գնում մեկ ուրիշ ամեն մեկը կարծիք ունեին հայտնել բայց այդ կրակը որի մեջ կար ոչ մեկ չէր կարողանում հանգեցնել այն սերը կրակը վառվում էր իմ մեջ հավատքով ասում էի դուք ուշադիր ինձ լսեք Ես իմ պապայի մոտ մեր ձայնը մենք չենք բարձացել, իմ պապա ահավոր մեր տան մեջ հարգան կարգ ու կանոնը միշտ եղել է։ Ես իմ ձայնը բարձրացնում եմ, ասում եմ, պապ, ինձի լսի հենց հիմա։ Ապաշխարելու ես դուել, սաղը ապաշխարելու եք ու փրկվելու եք։ Այսօր սաղ ապաշխարեցին։ Ինչի միջոցով էր դա կատարվում, հավատքի, որտեվ իմ մեջ հավատքը այնքան կրակոտ էր, որ իմ տատիկս մահացավ, ես չեմ մոռանա, այդ օրը մկրտությունն էր ջրի, և ինձ ասացին, երևի դու չես գա, ասի ոնց չեմ գա, մեռելները մեռելներին կթաղեն, ես գալիս եմ մկրտվելու, մեռելների նկատ ունեի իմ հարազատներին, որտեվ դեռ փրկված չէին այդ ժամանակ, և այդպես իրանց ասեցի, պապաս ասեց, մի բան քո մոտ տարելա ասեց, ասցի տերն ա տարե, եթե տերը չտաներ, չեր կարա brainwash աներ ուղեղս և չէի կարա ես դառնայի, հիմա ինչի էտ օրինակը տվի, թույլ տվեք գամ հիմա, անցավ ժամանակ, այդ սերը, այդ առաջի սերը, արդեն որ ուր մտնում ենք, ձեռ ենք դնում, աղոթում ենք, բժշկվում են, ազատագրվում են, հրաշքի վրա կատարվում է, վկայության վրա գալիս է, Ներողություն եմ ասում եմ Տիրոջը և ձեզ, մի պահ եկավ, հասարակ դառավ։ Հիմա այսօր այս Պենտեկոստեի օրը Տերը ուզում է վերափոխի մեզ, ուզում է կրակը բերի իր մեր մեջ, ուզում է բռնվենք հավատքի կրակով, որ Հիսուսին նայենք ու ասենք Հիսուս, հրամայի, ուզում եմ ջրերի վրայով քայլեմ, քանիսս կանենք դա։ Ամեն, դու անդադ վեր կաց կանգնի ու նստի քուրս։ Ամեն, Հիսուս դա է ուզում է, որ մենք նայենք իրան Պետրոսի նման ու ասենք, Հիսուս, հրամայի, ուզում եմ ես ջրերի վրայով քայլեմ, կարանք անենք, հոգևոր առումով բռնեք ես խոսք, ես չեմ ասում, գնացեք ծովի վրա քայլեք, ծով ասեցի, հիշեցի մի բան ասեմ, մի քիչ ծիծաղացեք, տղայիս հետ բոլորս գնացել ենք ծով, այնտեղ նստած ենք և այդ որ բաներ ենք շում, կանգնում են վրան, օգնեք ինձ, board, վրան կանգնած քշում են, մի տղա քշում է ու Հիսուսա քարոզում, ծովի վրա, մեր առջևով, և Անտոնին ասեց, մամ ջրերի վրայով ա քայլում, մենք չենք տեսել board-ը, բոլորս քարացանք, ջրերի վրայով ա քայլում, բայց գիտեք, հոգևոր առումով մենք կարող ենք քայլել ջրերի վրայով, մեր միջոցով Աստված այնքան մեծամեծ գործեր է պատրաստ անելու, մեզանից պահանջում է մեկ բան, ետ գնացեք ձեր առաջի սիրուն, որտև առաջի սիրո մեջ հավատքը կրակով վառվում էր, ես հիմա երանի եմ տալի իմ Քերոլայն քրոջս այդ հավատքը հիմա վառվում է իրա մեջ, մի բան, որ բժիշկները ասել են պիտի ստուգվի, այս կա, են կա մոտդ, հանկարծակի գալիս է եկեղեցի, ձեռ ենք դնում, աղոթում են, մի շաբաթ, երկու շաբաթ, երկու օր հետո, չգիտեմ, գալիս է այդ ասում է, բժիշկները ասել են, այլևս չկա, մաքրված ասել, դուք հասկանում եք, Աստված հրաշագործ է, մեզանից հավատքա պահանջում Տերը, հավատք, ովքեր են պատրաստ այսօր հատուկ աղոթենք մեր հավատքի համար, որ Աստված զորացնի մեր հավատքը, որ Աստված ոչ միայն տա մեզ հավատք հավատալու, որ Հիսուս Քրիստոս Աստծո որդին է, այլ տա մեզ հավատք հավատալու, որ Քրիստոս Հիսուս հրաշքներ է անում այսօր այնպես, ինչպես 2000 տարի առաջ էր անում, ինչպես մեռած Ղազարոսին, երբ որ Հիսուսը եկավ, Մարտան ու Մարիամը եկան վազելով ասեցին Հիսուս ուր էիր, դու որ ստեղը ներ մեր եղբայրը չէր մեռնի,
Եվ Հիսուսը գնաց գերեզման շատ հուզված, ասում են լացում էր, որտեղ տենում էր մարդկանց վիճակը եւ հուզվում էր մեր համար, ժողովրդիս համար։ Գնաց գերեզմանի առջևը եւ հանկարծ այնտեղ քուրերից մեկը, չեմ հիշում, Մարիամն էր թե Մարտան էր անունը, կարող է խառնեմ, Մարիամներ իմ հիշելով թե Մարիամներ երևի, ասաց Հիսուս 4 օրվա մեռել է, արդեն փտել է նա, այսինքն կանգնել ես տեղ ուզում ես հրաշք անես, 4 օրվա մեռել է այդտեղ այդ գերեզմանի մեջ դրված։ Հիսուսը գիտեք ինչ ասաց, շուռ եկավ, եթե հավատաս, Աստծո փառքը տեսնելու ես։ Եթե հավատաս, այսօր ստեղ նստած շատերիդ համար ձեր իրավիճակը մեռած է, տարբեր տեղերում մեռած է, եւ մտածում եք արդեն շատ երկար ժամանակ է մեռած, արդեն դա անցած մի հատ պատմություն է։ Լսեք ուշադիր ինչ եմ ասում։ Հիսուսը 4 օրվա մեռելին հարություն տվեց, 4 օրվա մեռելին գերեզմանից դուրս կանչեց, ասաց Ղազարոս դուրս արի, եւ մեռելը կենթանացած դուրս եկավ։ Այսօր նստելու, սքալու, լացելու, վախենալու տեղը մենք ունենք այդ զորությունն ու իշխանությունը հավատքով Հիսուս Քրիստոսի անունով մեռելներին դուրս հանելու։ Այսօր Տերը դա է ուզում եկեղեցուց։ Հրաշքները պետք է անպակաս լինեն Աստծո տան մեջ։ Մենք իրավունք չունենք վախենանք, մենք իրավունք չունենք սարսափենք, դա չի լինի, մենք պետք է քայլենք։ Անցած շաբաթվա քարոզը շատ նման էր, չէ՞, շաբաթվանին զորություն, իշխանություն տվեց, այսօր էլ հավատք։ Զորությունն ու իշխանությունը առանց հավատքի չի գործում։ Հավատքը հիմքն է աստվածապաշտության։ Մենք պետք է հավատքի վրա ճշմարիտ հավատք եմ ես խոսում Քրիստոս Հիսուսի, թե չէ ողջ աշխարհը ամեն մեկը մի բանի հավատում է։ Ես խոսում եմ Քրիստոս Հիսուսի վրա։ Ղուկաս 18:8 համարում։ Գիտեք, Աստծո ժողովուրդ, խնդիրը Տերը չի, նա չի թերիացել, ոչ էլ ինչ որ իր զորությունը մի քիչ թուլացել է, խնդիրը մենք ենք, մեր հավատքն է։ Դրա համար մի նշաններից մեկը, որ վերջի ժամանակներում մենք տենալու ենք, ճաշակելու ենք եւ ճաշակում ենք։ Ղուկաս 18:8 համարում Հիսուս ասաց. «Սակայն մարդի որդին հետ գալուց, այսինքն երբ որ վերադառնա երկրորդ գալուց իր հավատք կգտնի երկրի վրա»։ Խնդիրը սրանում է։ Մենք պետք է պինդ պահենք մեր հավատքը։ Պողոս առաքյալը, երբ որ իր վերջի օրերին, երբ որ արդեն իրան տանելու էին գլխատեին, սպանեին, իր վերջի խոսքերը ինչ էր. հավատքիս պատերազմը պատերազմեցի, հավատքս պահեցի, հիմա պատրաստ եմ կյանքի պսակը առնելու, հավատքը պատերազմը, ամեն վարքյան թշնամին փորձելու է մեր հավատքը գողանա, տարբեր ձևերով, մարդկանց միջոցով, գալու է շշնջա մտքեր տա քեզ, ամեն ինչ անելու է, մերժիր այն, հակառակվիր նրա հետ, հավատքդ պինդ պահիր, հագիր, սպառազինվիր հավատքով եւ քայլ Աստծո հետ, ամեն։ Հավատքը դիֆիցիտ է դառնալու վերջի ժամանակներում, էլի եմ ասում, ճշմարիտ հավատք, ես չեմ խոսում տարբեր հավատքների մասին, ճշմարիտ Քրիստոս Հիսուսի հավատքը դիֆիցիտ է դառնալու վերջի ժամանակներում եւ կարեւոր է ոչ միայն հավատանք նրան, հավատանք նրա զորությանը, որ ինչպես 2000 քանի տարի առաջ այսօր է կաղը կարող է քայլել, այսօր է կույրը կարող է տեսնել, ամեն, այնքան հրաշքներ ենք ճաշակել այս եկեղեցում, անհնարին իրավիճակները հնարավոր է Տերը արել այս եկեղեցում եւ հենց դա է մեզ մի տեսակ կարծես պիտի լինի կամ ասած հասարակ եկեք հետ գնանք են առաջի օրվա են կրակը հավատքի, չէ աղբերս, ինչեր էր չէ Աստված անում այն ժամանակներ, հիմա էլ մենք պետք է հաստատվենք դրա վրա եւ քայլենք ու ապրենք Աստծո խոսքի համաձայն, ամեն։
Գիտեք ովքեր հրաշք չեն տեսնում։ Թույլ տվեք ասեմ ովքեր չեն տեսնում հրաշք։ Հակոբոս 1:6-ում ասում է, միայն թե թող հավատքով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծված, տատանված ալիքի, այն մարդը թող չկարծի, որ Տիրոջից մի բան կառնի, երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում, երկմտելը վտանգավոր բան է, կասկածել փչացնում է հավատքը, բաց թողենք ամեն ինչ Աստծուց չի եւ կենտրոնանանք Տիրոջ հզոր զորության վրա։ Աստծո ժողովուրդ, ավարտում եմ մի հատ գեղեցիկ համարով, դրանից հետո կաղոթենք բոլորի համար։ Հովանես 11:25 համարում Հիսուս ասաց այս խոսքերը եւ սա բոլորին է վերաբերվում։ Անցած շաբաթ մենք լիքը մարդիկ ունեցանք, որ ապաշխարեցին, երիտասարդ աղջիկներ, այնքան գեղեցիկ էր, իրոք ապաշխարում էին, շատ մարդ ապաշխարեց եւ ուրախանում ենք, որովհետեւ նրանք տեղափոխվում են խավարից դեպի լույսը։ Հիսուս ասաց. ես եմ հարությունը եւ կյանքը, ինձ հավատացողը թեև մեռնի էլ կապրի եւ ամեն ով որ կենթանի է եւ ինձ հավատում է հավիտյան չի մեռնի։ Սա խոստում էր տվեց 26 համարում շարունակում է հարցումով ուղված այդ կնոջը, բայց այսօր էլ եկեղեցուն հավատում ես։ Հավատում ես, որ Տերը կարող է այսօր քո համար աղոթենք եւ բժշկվես։ Հավատում ես, որ Տերը կարող է քո իրավիճակդ, քո հիվանդությունդ, քո որևէ թերությունը, տկարությունդ բժշկել։ Ուզում եմ ձայներ լսել, լավ։ Հավատում եք, որ Տերը կարող է դա անել։ Դե եկեք ոտքի կանգնենք։